կարծիքով ով է ավելի շատ մարտի 1-ի պատասխանատուն, Նիկոլ Փաշինյանը թե Ռոբերտ Քոչարյանը։ Ես տենց հարցը չգիտեմ։ Ով ուզում լինի։ Ձեզ համար միևնույն է ով է պատասխանատուն։ Այո։ Դու ոչ մեկն էլ մի բանի պետք չէ։ Գիտեմ, մեկը վրա ինքսելու էլի չեմ մանում ցավ։ Կներեք շտապն է։ Նիկոլ Փաշինյանը։ Հələ չեք փագել այդ մարտի 1-ը ասել։ X-ը չեք գցել էլ։ Հարգե Ռոբերտ, չխոսեցնեք այդ մասը։ Կարող ասել։ Դանից հարցավ որ հասարակ մահկացն ինչ կարող ասել։ Ես էլ Ես ասել որ թքեմ Նիկոլերեսին, հետո դրանից ինչ եղավ։ Դե գոնե ինքը կիմանա, որ մարդիկ զզվում են։ Ինչ ես ասում։ Ինքը կնգա այդ նստած մեր ման նայում ու ծիծաղում է մեր վրա։ Ես տեղյակ չեմ դրանից։ Ձեր կարծիքով ով է ավելի շատ մարտի 1-ի պատասխանատուն, Նիկոլ Փաշինյանը թե Ռոբերտ Քոչարյանը։ Ես։ Ոչ մեկը։ Ժողովուրդը։ Կներեք չեմ կարող պատասխանել։ Խոսում հավատում եք։ Ասում հավատում եք, ասում են ալղավազ։ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ղեկավարը պարտականություն չունեցել։ Պարզավոր այդ ժամանակ պատասխանատու են նրանք, ովքեր ղեկավարել են Հայաստանը։ Ինչ գաղտնիք կա։ Ենել են պաշտոնը։ Չէ որ հիմնական վարչապետ, պրեզիդենտ նրանք ունեն ենթակա աշխատանքներ, հսկայական, հազարավորներ։ Նրանք ստանում են բոլոր տիպի տվյալները կապված Հայաստանում գործող իշխանությունների մասին, մարդկանց մտածելակերպի մասին, ապրուստի մասին, բոլոր տիպի ներքին գործերի աշխատողները ունեն տվյալներ։ Պարզավոր այդ բոլորը ժամանակի ընթացքում ներկայացրել են, չէ՞ համապատասխան կազմակերպությունները։ Այդ դեպքում ինչի չի բացահայտվում։ Բացա համաշխարհային նշանակություն ունեցող այնքան բարդ գործեր կան, որ դեռևս մինչև հիմա չի բացահայտվել։ Ինչի համար չի բացահայտվում, որտեղ կան ուժեր, որոնք արգելափակում են, թույլ չեն տալիս, որ ժամանակին հետևեն, հետաքրքրվեն, ներկայումս էլ հարյուրավոր, հազարավոր մարդիկ կան, որոնք պատրաստ են տալու ցուցմունք, բայց ինչ-ինչ պատճառներով չեն թույլատրում։ Դու պատկերացնում եք, որ նման դեպքերի արտահայտությունը կամ բացահայտումը կապված է ժամանակի հետ, ժամանակի ընթացքում։ Այդ ընթացքում եթե դժվարությունները կամաց վերանան, նոր կբացահայտվի։ Այդքան հեշտ չի, որ պատկերացնում եք, հետո մարտի 8-ի դեպքից հետո կամ հոկտեմբերի 27-ի դեպքից հետո ինչքան վկաներ ու ինչքան կյանքից հեռացան։ Ինչի հետ էր կապված դա։ Ուրեմն գործող ուժեր կան, որ թույլ չեն տալիս, որպեսզի բացվի։ Խնդրեմ։ Ոնց ասեմ, օրենքով պատասխան տվողը պետք է Փաշինյանը լինի, բայց ինքը վրան չի վերցնում, հասկանում եք, իսկ Ռոբերտը ասում է համաձայն եք հետը, բայց լսող չկա։ Չգիտեմ։ Ով որ այսօր այրոդրոմ գլխակով գնացել է Կրեմլ։ Այդ է Նիկոլ Փաշինյանը։ Ու ողորմելի է այս ազգի իրավիճակը, երբ որ քո ղեկավարը այտենց տխմար տեսք ունի։ Ես առաջի անգամ անհարմար եմ զգացել իմ ազգի համար, երբ որ տեսել եմ Արամ Սարգսյանին Կրեմլում, որտեղ երկու բառը չէր կարողանում յաբլապիտամ, օմբլապիտամի մակարդակով կապել իրար։ Հետո մենք ունեցանք ուրիշ անասուններ, հասկանում եք, որոնք որ մեկը մեկից վատ են, այ ազգը կդզվի այն ժամանակ, երբ որ ինքը իր վատագույնի մեջից չի ընտրի, վատագույնի մեջի լավագույնը, այլ կընտրի լավագույնին, այ երբ որ ինքը այդ իմունիտետը իր մոտ կունենա, որ էշ չբերի իշխանության, այն ժամանակ դուք այդ հասնել չեք տա, թե ով էր մեղավոր։ Նիկոլ Փաշինյանը, Նիկոլը ով էր։ Մոտարերկրյա հետախուզությունները իրականացրել են մարտի 1-ի օպերացիա Հայաստանում, որոնց գործիք է եղել այս թևից
հայ ազգային կոնգրեսը Նիկոլով իրանց ոչ ոք չեր ընտրել։ Չի ընտրել։ Այս թաղում ես չգիտեմ մեկին, որ գնացել է Լևոն Տեր-Պետրոսյան ընտրելու։ Ասեցի։ Օտարերկրյա հետախուզություններն են իրականացրել մարտի 1-ը։ Նիկոլ համբալնել եղել է ընդամենը գործիք։